Հարգելի հեռուստատողներ, հեռանկարի հյուրն է քաղաքագետ Հարա Պապյանը, բարև ձեզ, պարոն Պապյան, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Օրը կարծես թե բարի լուրով է սկսվել, Թրամփը կողմերին շնորհավորել է պատերազմի ավարտի կապակցությամբ, նաև Միացյալ Նահանգների ժողովրդին, նաև ամբողջ աշխարհին, նույնիսկ ասել է, թե պատմության մեջ հետագայում ինչպես է հիշվելու այս պատերազմը, ինչ անունով, 12-օրյա պատերազմ անունով եւ այլն։ Բայց կարծում եմ ոչ բոլորի մոտ կամ երևի թե շատերի մոտ չկա այն զգացողությունը, թե կայուն եւ հարատև խաղաղություն է հաստատվել։ Տեսա զինադադարը լավ է, որ դեռևս պահպանվում է, բայց նման կանխատեսում անել, որ սա կարող է չխախտվել, դժվար է, որովհետև տարբեր ուժեր կան, որ շահագրգռված են իրավիճակը սրելու, բայց այնուհանդերձ սա հնարավորություն է տալիս, որ կողմերը բանակցեն եւ միգուցե մի ընդհանուր հայտարարի գան։ Նախ եւ առաջ կողմերի համար ձեռնտու չէ պատերազմը շարունակելը։ Բնականաբար, որովհետև Նաթանյանը, երբ որ պատերազմը սկսեց, ինքը նշեց մինչև 2 շաբաթ, 14 օր, սա 12 օր տևեց։ Մյուսը այն է, որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները իրենց առջև դրված ռազմական խնդիրը, որը առաջնային խնդիր էր, որի մասին իրենք բարձրաձայնել են, լուծեցին։ Այն է Իրանի ատոմային զենք ստանալու կարողությունների ոչնչացում։ Այսինքն Իրանը եթե վերսկսի ատոմային ծրագիրը առնվազն մի քանի տարի, եթե ոչ մի քանի տասնյակ հետաձգվել է այն ստանալու հնարավորությունը։ Քաղաքական խնդիրները ավելի բարդ են եւ վերջի շրջանում վերջի մի քանի օրներ, որի մասին սկսել էր Նաթանյահին խոսալ եւ Միացյալ Նահանգներում դա առանձնապես աջակցություն չունեցավ, որտեղ կարելի է Իրանում հրահրել հեղափոխական շարժում, բայց շատ վտանգավոր է, այսինքն դժվար է վերահսկել այն։ Դու կարող ես սկսես, բայց ինչով կավարտվի հնարավոր չէ։ Ես հիշեցնեմ ձեզ, որ 79 թվականի հեղափոխությունը սկսեց Մոջահեդինե Խալղ եւ Թուդե կուսակցությունների գործունեությամբ, որոնք ավելի ձախ սոցիալիստական, կոմունիստական հայացքներով էին, բայց ավարտվեց նրանով, որ այդ հեղափոխական շարժումը ալիքը թամբեց կրոնավորների կողմից, թամբվեց եւ ունեցանք այն, ինչ ունեցանք։ Դրա համար կարծում եմ հիմա ավելի պիտի գնան բարեփոխումների ճանապարհով, ոչ թե հեղափոխության։ Պարոն Պապյան, ամեն դեպքում եթե ընդունենք, որ պատերազմը տեսականորեն ավարտվել է կամ ինչ-որ միջանկյալ վիճակում է զինադադար, հրադադար եւ գուցե հետագայում շարունակություն ունենա, այս պահի դրությամբ, չասենք ով հաղթեց, ով պարտվեց, կարծում եմ կոռեկտ չի լինի նման վերլուծությունը կամ ձևակերպումը, ով այսօրվա դրությամբ ավելի այսպես շահեկան է դուրս եկել այս պատերազմից։ Միանշանակորեն Իսրայելը, որտեղ Իսրայելը իր առջև խնդիր էր դրել, կրկնում եմ, ատոմային կարողությունների ոչնչացումը ոչնչացել է։ Ավելին, Իսրայելին հաջողվեց ներքաշել այս պատերազմի կամ բախման մեջ Միացյալ Նահանգներին, որի հնարավորություններով ոչնչացրեց այդ խորքային լաբորատորիաները, Ֆորդա կոչեցածվալը, որի հնարավորությունը ինքը չուներ։ Սա առավելագույնն է ռազմական, սրանից ավել որևէ նպատակ չուներ։ Կարող էր պատերազմը էլի շարունակվեր, Իսրայելում կլինեին զոհեր, ինչ-որ ավերածություններ, Իրանում կլինեին, բայց Իրանում թիրախավորվում էին կարևորագույն ռազմական արտադրությունները եւ որոշ նավթային արտադրություն։ Օրինակ, երբ որ Իսրայելի, ասենք, նավթի զտարանը Իրանի կողմից ոչնչացվեց, դա Իսրայելի տնտեսության վրա այն առումով, որ ինքը նավթ չի արտահանում, ինքը ուղղակի ներմուծող է, այդ նույն ազդեցությունը չունի, որովհետև նույն նավերից ինքը կարող է ստանալ։ Իրանի համար, եթե արդեն այդ փուլին գնար մեծամասշտաբ ավերածություններ, նշանակում է իր եկամուտը բյուջեն էր լրջագույն խնդիրներ ունենալու։ Օրինակ, միայն Հորմուզի նեղուցի փակելը, որի մասին խոսքեր գնում, ասենք դա խփելու էր Չինաստանին։ Չինաստանը 20% իր նավթը ստանում է Իրանից։ Եվ օրինակ Չինաստանն էլ շահագրգռված չէր այդ պատերազմի շարունակությամբ, որովհետև 20% նավթ պակաս ստանաց, տնտեսությունը առնվազն 5-10% կնվազի, որը հարյուրավոր միլիարդներ դոլար են Չինաստանի համար։ Հետևաբար, այսպես ենք, հաշվի առնելով, որ Իսրայելը լուծել է ռազմական խնդիրները, ինքը ավելի շահեկան է, բայց Իրանի պարագայում էլ եւ այսպես չէ, որ ինքը, ասենք, լրիվ ջախջախվեց, պարտվեց եւ այլն, ինքն էլ կարողացավ պահպանել եւ իր արժանապատվությունը եւ ասում են, որ Իրանում հասցրել են այդ հարստացված ուրանը տեղափոխել մեկ այլ երևի ավելի ապահով վայր։ Եթե մեկ այլ ավելի ապահով վայր տեղափոխեին, նախ ավելի ապահով չկա, ապահովը Ֆարդան է։
նման զուգահեռ չկա։ Այդ ավելի ապահով վայրը կռմբակոծեն։ Միթե կարծում եք, որ հնարավոր է արբանյակային վերահսկողության այս դարում նման տեղաշարժ կատարել եւ չիմացան ամերիկացիներն էլ այնքան միամիտ էին, ասենք դա իրենց քթի տակ տեղափոխեցին, իրենք էլ թույլ տվեցին։ Ընդհակառակը տրամաբանություն շուտ որ իրանք չպետք է տեղափոխեին, որովհետեւ ամենաապահով խորքայինը դա էր։ Եթե դուրս բերվել կհարվածեին։ Բայց տեսեք, մենք ասում ենք, որ ավելի շահեկան վիճակում է դուրս եկել Իսրայելը, բայց Իսրայելում էլ ներսում կարծես թե հասարակական ընդվզումներ, արդեն շարժումներ, դժգոհություններ ուղղված այս պատերազմին եւ կառավարությանը դա էլ կար։ Ուզում եմ ասել, որ եթե պատերազմը շարունակվեր, այս տրամաբանությամբ ներքին այդ հուզումներն երևի ավելի գլուխ կբարձրացնեին Իսրայելում։ Իսրայելում մինչև պատերազմն էլ այդ խլարտումները կային, ընդհանրապես Նաթանյահուի դեմ գիտեք տատական գործընթաց է ստացած, շատերը փորձում են բացատրել այս պատերազմը հենց Նաթանյահուի շահագրգռությամբ եւ այլն։ Այդ ամբողջ կլներ, բայց ես նկատում եմ ռազմական առումով, որ ռազմական խնդիրներն ա լուծել։ Իսկ ինչ ներքին հարց կլինի, թե Նաթանյահուին կփոխեն, կդատեն, դա իրաց ներքին խնդիրն է, այդտեղ առանձնապես Իսրայելը, ասենք, չի տուժել։ Օրինակ Նաթանյահուն չլինի, ուրիշ մեկը գա իշխանության։ Մեծ առումով ինչ տարբերություն։ Մի խոսքով կարող ենք ֆիքսել, որ այս պահի դրությամբ կողմերից ոչ մեկն էլ այսպես գլխիկոր հաճ չի եռացել։ Իր ստրատեգիական խնդիրը Իսրայելը լուծել է, Իրանը կարծես թե դեմքը փրկած է դուրս եկել այս իրավիճակից, թե որոշակի ռազմական կորուստներով Միացյալ Նահանգներն էլ իր մկաններն է նորից ցուցադրել։ Միացյալ Նահանգների կատարում գտնվող ռազմաբազայի հրետակոծումը կամ հրթիռակոծումը դա Իրանին դեմքը փրկելու հնարավորություն էր տալի։ Կա տեղեկություն, դա գրվեց, որ Իրանը նախապես ամերիկացիներին զգուշացրել է, ամերիկացի զորքերը դուրս են բերել, շնորհակալություն է հայտնել եւ այլ։ Ինչի համար է սա արվում։ Սա արվում է, որպեսզի մի հատ Իրանը խփի, որպեսզի իր ժողովրդին ցույց տա, տեսեք, մեզ խփեցին, մենք էլ պատասխանը տվեցինք, իհարկե մի քիչ էլ ճոխացնելով, ջախջախեցինք, ոչնչացրեցինք, դե հիմա քանի որ երկու կողմերն էլ խփել ենք, բան եկեք հաշտվենք, այսինքն այդ եւ դա ճիշտ է, ընդհանրապես շատ սխալ է, ցավոք սրտի մեր տարածաշրջանում դա չկա, երբ որ հաղթող կողմը ուզում է նսեմացնել պարտող կողմին, որտեղ այդ նսեմացնելն ու ստորացնելը բացի հակադարձելու, բացի ռևանշի այլ զգացողություն չի առաջացնում։ Դրա համար անգամ պարտվող կողմին դու պիտի հնարավորություն տաս, որ ինքն էլ իր խնդիրը լուծի, դեմքը փրկի, մինչև վերջը ջախջախես։ Հետո Միացյալ Նահանգները բնավ շահագրգռված չեն Իրանի բացարձակ թուլացմամբ։ Դա առաջի հայացքից է թվում, որտեղ այդ հավասարակշռությունը կխախտվի։ Իրանը ի վերջո լուրջ հակակշիռ է եւ Թուրքիային եւ Սաուդյան Արաբիային։ Եվ երբ որ հիշում եք Իրաքին ոչնչացրեցին, Իրաքը այդ հավասարակշռող ուժն էր Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ, որտեղ լինելով բնակչությամբ շիա ղեկավարությամբ սունի, մի տեսակ խաղում էր երկուսի տերը։ Սադամ Հուսեյնի ոչնչացումը ավելի անկայուն սարքեց վիճակը։ Դրա համար բոլորովին ցանկություն չկա Իրանին, ոնց որ ասած, շատ ջախջախելու մյուս կողմից։ Տրոհման վտանգը միշտ կա, թեև քիչ, բայց կա Իրանի պարագայում։ Դրա համար էլի պետք չի կենտրոնական իշխանությունները շատ թուլացնել։ Հիշեցնեմ ձեզ, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ կենտրոնական իշխան թուլացած էր եւ սովետա-բրիտանական օկուպացիա եղավ Իրանի, այնտեղ եւ ադրբեջանական եւ քրդական, այսպես կոչված հանրապետություններ հռչակվեցին, որը բոլորովին Միացյալ Նահանգների սրտով չէր, ոչ էլ իրենք պարտադրեցին, որ դա չեզոքացվի։ Հետեւաբար տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի դա արևմուտքի շահերից է բխում։ Մի խոսքով կողմերի միջև կոնսենսուս կա եւ կարծես թե սա ավելի հավանական է դարձնում արդեն պատերազմի ավարտի գաղափարը։ Ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ իրավիճակը սրելու այդպես կողմեր կան, ցանկացողներ, որ պատերազմը շարունակվի։ Ովքեր են այդ կողմերը։ Ну, տրամաբանորեն կարծես թե կողմերից մեկ շատ բարձ ուրվագծվում է, դա Ռուսաստանն է, համամիտ եք, միայն թեկուզ նավթի գների աճի այդ հանգամանքով պայմանավորված։ Միանգամայն ճիշտ է, Ռուսաստանը շահագրգռված է եւ նավթի գների, օրինակ հայտարարությունը, որ Հորմուզի նեղուցը պիտի փակվի, միանգամից 3.5% նավթի գները միջազգային շուկայում բարձրացրեցին։ Իսկ հաշվառը որտեղ միլիարդների հարց է, 3.5%-ը շատ է, եթե փակվեր ավելի։ Ռուսաստանը շահագրգռություն ունի։
Մյուս կողմից այս սրումը թույլ չի տալիս, որ Իրանը արևմուտք թեքվի։ Իսկ ժամանակին արտգործնախարար Զարիֆը հայտարարեց, որ մենք մի քանի անգամ մոտ ենք եղել արևմուտքի այդ խնդիրները լուծելու, բայց Ռուսաստանը միջամտել է եւ թույլ չէ։ Մեկը Ռուսաստանն է, մյուսը Չինաստանը։ Մի կողմից Չինաստանը չի ուզում, որ պատերազմը ընդլայնվեր, բան որտեվ նավթի մատակարարումների խնդիր ունի, բայց մյուս կողմից էլ ինքը չի ուզում, որպեսզի Իրանն ու արևմուտքի հարաբերությունները լավանան, որովհետև Իրանի հարաբերությունների լավալուծումը հնարավորություն է տալիս Հնդկաստանին, Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան երթուղով ապրանք արտահանել Եվրոմիության շուկա, որտեղ $1 տրիլիոն ապրանք է ծախում Չինաստանը եւ Չինաստանին դուրս մղել, հատկապես Միացյալ Նահանգները շահագրգռված են դրա մեջ։ Պարզ է, պարոն Պապյան, կարծես թե վերջին ամենաթարմ տեղեկություններով Իրանը ինչ-որ խախտում է արել հրադադարը եւ հիմա էլ Իսրայելն է պատրաստում։ Ես կարծում եմ նման ինչ-որ փոքր մասշտաբի ինչ-որ իրադարձություններ կլինեն։ Իհարկե կլինեն եւ ես կարծում եմ բանակցությունների ընթացքում եւս ինչ-որ բախումներ կլինեն, որովհետեւ երբևէ հրադադարը միանգամից 100% չի լինում, դա շարունակական է։ Չմոռանանք նաեւ, ասենք, Իրանում կան ուժեր, որոնք շահագրգռված չեն, որ այսպես ասած խաղաղություն եւ հետաքրիր այդ ուժերը կարան իրարամերժ են։ Մյուս կողմից մեկը կարող լինի ընդդիմությունը, ասենք այդ նույն շահականները, որոնք ուզում են, որ ինչքան բախումը շատ լինի, այնքան վիճակը կվատանա, այնքան ժողովրդի իշխանության դեմ կլինի։ Մյուս կողմից ծայրահեղ կրոնամոլները եւս կարող ուզենան։ Դրանք ավելի շատ սադրիչ գործողություններ են նման։ Այո, եւ այսօր հենց մինչեւ հրադադարի կնքումը այնտեղ գերեզմանոցում պայթյուններ եղել եւ 80 սպաներ բասիջի, այսինքն այդ կուց կրոնական զորքերի սպանվել են, որ պայքարը շարունակում է եւ ամենայն հավանական դա ներքին արդեն պայքար է, այսինքն ծայրահեղականների եւ մեկ կողմ այդ պայքարը, որը կարող է հիմա սրվի։ Հիմա կարող է իրանական անդիմությունը հաշվի առնելով, որ կենտրոնական իշխանությունը թույլատրած է, փորձի սրի իրավիճակը։ Պարոն Պապյան, տեսեք, երբ որ սկսվեց այս պատերազմը, քաղաքագետների ինչ-որ խումբ, փորձագետների միանգամից այսպես չարագույժ բաներ ասեցին, թե հիմա Ադրբեջանն էլ կառիթավորվի եւ կհարվածի Հայաստանին, հետո իրադարձությունները այլ կերպ զարգացան, այսօր փաստորեն ոնց որ թե խաղաղության ինչ-որ նշмарվող տարեր կան։ Հիմա եթե կայունանա իրավիճակը իրականում դա ինչպես կազդի հայ-ադրբեջանական այդ հավանական էսկալացիաների, ավելի ճիշտ էսկալացիաների հավանականության վրա։ Իսրայել-իրանական պատերազմը բնականաբար իր վրա ամբողջ աշխարհի ուշադրությունն էր հրավիրում մեկ, որը մեզ համար շատ վտանգավոր վիճակ է, մենք դա ռեփորտ ունենք։ Մյուսը նա էր, որ Իրանի կարողություններն էին սահմանափակում ինչ որ ձևով միջամտելու հարավային Կովկասում, բայց Իրանը ամբողջ այս ընթացքում իր ցամաքային զորքերը, որտեղ պատերազմը ցամաքային չէր, զգալի մասը պահում էր հայ-իրանական, հայ-նախիջևյան սահմաններին, որտեղ չմոռանանք, որ այդ օրերին Նախիջևանում թուրք-ադրբեջանական զինավարժություններ էին ընթանում, որոնք ցանկացած կպահի կարող էին վերաճել օրինակ հարձակում Վայոց ձորի եւ Սյունիքի վրա, բայց իմ կարծիքով ես այդ ժամանակ ասեմ, որ վտանգը այո բարձրանում է, բայց սпасելու են Թուրքիան էլ Ադրբեջանը սпасելու է տեսնի ինչ ելք կունենա, որովհետեւ ասենք պիտի լրիվ ջախջախեն Իրանին, որպեսզի իրենք համարձակություն ունենան եւ եթե սկսի ներսում, ասենք իրանական, ազերիական այդ խլրտումները, անկախության ձգտումները եւ դա փորձարվեց մի քանի անգամ այսպես կոչված հարավային Ադրբեջանի ճակատի ղեկավարները կոչով հանդես եկան եւ այլն, բայց կարծում եմ ելնելով այն հանգամանքից, որ իրանցի անգամ թուրքախոսները իրենք չեն համարում իրանց այդ թուրքական աշխարհի մաս, իրենք համարում են իրանցի պարզապես ընդհանուր թուրքեզաբան, թուրքերեն խոսացող են եւ էթնիկ առումով նրանցից շատերը բոլորին կապ չունեն թուրքերի հետ, պարզապես ինչպես օրինակ հայության մի մասը Օսմանյան կայսրություն դարձել էր թուրքախոս, նույնն էլ իրենք են դարձել, ինքնությունը իրանական է։ Ամեն դեպքում սա բարենպաստ վիճակ է նաեւ Հայաստանի համար։ Իհարկե, սա լավ երկն է, լավագույն ելքը չի, բայց լավ երկն է, լավագույններին կլներ, որ Իրանում Եվ ասում են, որ հիմա ավելի թուլացած Իրան կլինի։ Դե ինչ է, լավելից մեկը հետեւյալն է, որ ավելի թուլացած Իրան ինչքան էլ կարողություն է քաղաքականապես, ոչ ռազմականապես, ռազմական ցամաքային կարողությունները պահում շատ հետաքրքիր է, որ այս պատերազմը ոչնչացեց ատոմային կարողությունները, բայց
Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ բախման ատոմային բախում չէր լինելու, լինել սովորական զենքերի առումով։ Հիմա քաղաքական թուլացումը բերել է, որ Իրանը ավելի լեզու գտնի արևմուտքի հետ, իսկ արևմուտքի հետ Իրանի հարաբերությունների բարելավումը մեր շահից է բխում, որտեղ մենք ավելի մեծ տնտեսական եւ քաղաքական հնարավորություն Կարճ Փաշինյան-Էրդողան հանդիպմանը անդրադառնանք, այստեղ էլ փորձագիտական դաշտում կարծիքները խիստ տարբեր էին, իրարամերժ մի մասը նույնիսկ վտանգներ, մտավախություններ էր տեսնում այդ հանդիպման մեջ, մյուս մասը պատմական էր համարում, ձեզ համար ինչ էր այդ հանդիպումը։ Չէ, պատմական, եթե մենք նայենք արդյունքներով չէր այդպեսին, որովհետև որևէ արդյունք չկա։ Գործընթաց որպես աշխատանքային 90-ականների թվականներից Հայաստանը միշտ էլ փորձել է Թուրքիայի հետ լեզու գտնել, սա առաջի փորձը չի։ Ուղղակի այն ժամանակ տարվում էր։ Պետք էր այդ հանդիպումը ինչ դատվեց։ Այս ձևով պետք չէր, որովհետև սա բավական ակնհայտ էր հումեր եւ ժամանակահատվածն էր սխալ ընտրված, որովհետև զուգահեռաբար այնտեղ ընթանում էր իսլամական երկրների համագործակցության այդ կազմակերպության համաժողովը, որը շատ վատ հռչակագիր է ընդունել Հայաստանի համար։ 26-րդ կետը Ստամբուլի հռչակագրի մեջ հակահայկական եւ առանձին 5 բանաձև ընդունվեց փաստաթուղթ Հայաստանի դեմ, որոնց սպոնսորները Թուրքիան ու Ադրբեջանն էին։ Դուք ինչ ֆորմատ կառաջարկեիք այդ հանդիպման, եթե ասում եք այս ձևը լավը չէր կամ պետքական չէր, եւ արդյոք մյուս ձևերը իրագործելի կամ իրատեսական կլինեին։ Հայաստանը չէ որ թելադրող չէր այս։ Համաձայն եմ, Հայաստանը թելադրող չէ, դրա համար Հայաստանը ես կարծում եմ սխալ է, երբ որ փորձ է արվում, որ ասում են ուղակի երկկողմ բանակցություններ, նախ երկկողմ, սա ասում են երրակողմ, որտեղ այնտեղ Ալիևն էլ կա, անկախ նրանից ներկա թե ներկա չի, եւ երբ որ դու թույլ ես, դու չես կարող հավասար բաղով ասեց, որ մեզ ուղակի բանակցությունները Թուրքիայի հետ մեզ ձեռ է տալիս։ Իմ կարծիքով ոչ, դրա համար կալ էր եվրոպական մի որևէ երկում։ Ի վերջո հայկական հարցը հայերի վերաբերյալ հարց է եղել, բայց երբեք միայն հայերին չի վերաբերել։ Նույնն էլ այս վիճակն է։ Բայց պետք է չէ բարելավել հարաբերությունները։ Իհարկե պետք է, բայց ամեն ինչ իր գինն ունի, բայց սա նաև բարելավում չի։ Ով կարող է ասի, որ ասենք Նիկոլ Փաշինյանի այցից հետո հիմա հարաբերություններն ավելի լավ է, քան այցից առաջ։ Ես նման բան չեմ ընդհակառակը ասեմ ավելի վատ է, որովհետև այդ բանաձևերն ընդունվեցին, մեր արտգործնախարարությունն էլ պատասխանեց։ Ուրեմն շուտ հարաբերությունն ավելի վատ է, քան մի շաբաթ առաջ էր։ Պարոն Պապյան, ես հիշում եմ մեր հանդիպումը, մեր զրույցը ուղիղ 2 ամիս առաջ էր այս նույն տաղավարում, այն ժամանակ ասում եք, որ Միացյալ Նահանգներից հստակ ուղերձ կա Ալիևին, որ չգնա ռազմական էսկալացիայի։ Հաշվառնելով նաև այս նոր պահանջները, Ստամբուլի այդ հռչակագիրը, հակահայկական այդ դրսևորումներով, հիմա այդ նույն ուղերձը կա ժամկետի մեջ է դեռ այդ ուղերձը։ Այո, կա, եւ կարծում եմ հենց այս 2 ամիսն էլ որ դուք վկայությունա, որ պատերազմ չի եղել, այդպես չի որ Ալիևը չի ուզեցել դրան գնան։ Ալիևը պարզապես չի ստացել դրա այսպես ասած, չասենք թույլտվությունը, գոնե լրելային համաձայնությունը, որտեվ հստակ ոչ միայն դա Հայաստանին չի վերաբերում։ Թրամփը չի ուզում, որ այս մեծ կոնֆլիկտների հետ զուգահեռ փոքր ինչ-որ բաներ գնան, որոնք շատ ավելի վիճակը բարդացնել են։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Մյուսը նա է, որ ամեն պարագային Թրամփը հասկանում է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը բերել է իր համար ներքին խնդիրների, որտեվ աստիճանաբար այնտեղ հիմա այսպես ենք պահպանողական քրիստոնեական ուժերը, որոնք հենց հանդիսանում են իր էլեկտորատի ընտրազանգվածի հիմքը, դառնում են ավելի քաղաքականապես ակտիվ եւ գործոն, եւ Թրամփին բոլորովին պետք չի հայտնվել երկու կողմերի հարվածի կամ ճնշման տակ։ Մեր ժամանակը ավարտվեց, բայց ես ուզում եմ շատ կարճ գոնե 2 բառով ասեք այն ինչ հիմա տեղի ունենում մեր ներքաղաքական կյանքում, որովհետև նույնիսկ այսպես արդեն շրջանառվող միտք կա, թե երրորդ կողմի այդ հրահրումներով կամ կազմակերպելով Իվանիշվիլի 2 սցենարն է փորձ արում խաղարկել Հայաստանը։ Այն, որ սա ըստ էության ընտրապայքարի մի մաս է կազմում եւ ընտրապայքարը սկսված է եւ ընտրապայքարը սկսել է Նիկոլ Փաշինյանը դեռևս ամիսներ առաջ դրա մաս է կազմում։ Բնականաբար Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ, Ռուսաստանն էլ իր մարդկանցապերում, ես ոչ թե կկոչի այդքան Իվանիշվիլի 2, այլ Ռուբեն Վարդանյան 2 ծրագիրն է, որը այն տարբերակով չստացվեց, սա պիտի անեն։ Պիտի հասկանանք, որ այդ ռուսական թևը այսօր առաջ
առաջնորդ է ման գալի, բայց երբ որ նայում ենք Սամվել Կարապետյանը ռուսական շահի տեսակետից ամենահարմար թեկնածուն է, թեև ես համարյա վստահ եմ, որ պետք է մեզ առաջնորդը ռուսական կողմնորոշումով կամ թելադրանքով կամ մեզ պետք չի որևէ նման առաջնորդ, բայց Ռուսաստանին պետք է։ Ես անգամ վստահ եմ, որ Սամվել Կարապետյանին պետք չի, ինքը եթե մեծ ընտրություն ունենար չմտներ այս քաղաքականության մեջ չէր մտնի, բայց գիտեք, հաճախ դուք չեք տնօրինում ձեր քաղաքական ճակատագիրը, հատկապես որ մեծ կապիտալ ունեք Ռուսաստանի նման երկրում, որը նշանակում է ձեր վրա դա լծակ է։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, այսքան արգել հեռուստատողներ, մեր հյուրն էր քաղաքագետ Հարապ Պապյանը։